Բարելույս, այսօր դեկտեմբերի 25-ն է, 5 շաբթի։ Այսօրը տոնական է կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների մեծ մասի համար, քանի որ նրանք այսօր նշում են Սուրբ Ծնունդը։ Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Այդ մասին դեռևս 200-ական թվականներին հիշատակում է Կլիմենտ Ալեքսանդրացին։ Առաջին հիշատակումները դեկտեմբերի 25-ի մասին հանդիպում ենք 4-րդ դարում։ Վարկածներից մեկն այն է, որ դրանով քրիստոնյաները ցանկանում էին դուրս մղել մինչ այդ օրը մեծ շուքով նշվող արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծննդյան օրը եւ մկրտությունը նշում է հունվարի 6-ին, դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո հավատացյալները պահք են պահում։ Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը կկայանա այսօր ժամը 14-ին։ Դատին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել Civilnet-ի եթերով։ Ամանորյա նախաշեմին շատ կազմակերպություններ կազմակերպում են ամանորյա խնջիկներ։ Այդ թեմայի մասին կխոսենք այսօրվա մեր հյուր Էվելինա Գրիգորյանի հետ։ Բարելույս Էվելինա։ Բարելույս։ Մինչև անցնենք բուն թեմային, կուզեի մի փոքր ամփոփեիր քո տարին, ինչպիսին էր քեզ համար։ Տարին արդարացրեց բոլոր սպասումները, նույնիսկ կարող եմ ասել գերազանցեց, շատ հաջող տարի էր ու ավելի սպասումներ ունեմ հաջորդ տարվանից։ Ինչ իրադարձություններ կատարվեցին, որ առավել հիշարժան էին քեզ համար։ Իրադարձություններից կարող եմ ասել իմ այսպես հանկարծակի ստացվող հանգիստը, որ գնացի Իտալիա, տեսա տարբեր քաղաքներ, այսպես ու շատ հանկարծակի ստացվեց առանց պլանավորելու։ Իսկ ինչ սպասելիքներ կան հաջորդ տարվանից, ինչ պլաններ կան, որ կուզեիր իրականացնել օրինակ։ Հաջորդ տարի միակ մեծ պլանը, որ այսպես մի քանի տարի գնում եմ դրան, դա քննություններս ավարտելն է, արդեն 14 հատ են իրանք քանակով շատ են ու 5 տարի դրա միջով անցնում եմ ու շատ հուսով եմ մյուս տարի ավարտեմ, վերջացնեմ ու դա շատ ուրախ նշելու եմ։ Տարվա ավարտին մնացել է մոտ 6 օր, երբևիցե կսպասեիր, որ կարող օրինակ այս 6 օրվա մեջ մի բան կատարվի, որը քո կյանքը կարող է փոխի օրինակ։ Հա, կան սպասումներ։ Օրինակ ինչ սպասումներ։ Չգիտեմ, անձնական սպասումներ են։ Այսպես շատ չմանրամասնելով, բայց դեռ 6 օր կա, դեռ վերջնական չեմ ամփոփում տարին։ Լավ, հասկանալի է։ You know that all I want for Christmas is you. And all the lights so brightly everywhere, and the sound of children's laughter fills the air, and everyone is singing. I can hear those sleigh bells ringing. Sound, won't you bring me the one I really love? Won't you please bring my baby to me? I don't want a lot for Christmas. This is all I'm asking for. No, I just wanna see my baby standing right outside my door. Ներսում բարձր դրամատրություն է, դրսում դրոյից բարձր մեկ աստիճան է, ծանոթած եք Եղավիկ Տեսչյանը, ամբողջ Հայաստանում։ Make my wish come true, you know that all I want for Christmas is you.